Գյումրեցի հայ մտավորականներին այսօր Շիրազի տուն թանգարան բերել էր երիտասարդ ստեղծագործող Հրաչյա Մելիք Սարգսյանի «Սպասումներ» ժողովածուն։ Վերջիններս հավաքվել էին քննարկելու և գնահատելու երիտասարդ ստեղծագործողի սպասումներն ու մտքի թռիչքը։ Ներկաների խոսքերով մամուլում չնայած սակավ են հանդիպել Հրաչյայի բանաստեղծություններին, սակայն եղածն էլ բավական է եղել գրողին ճանաչելու համար։ Նշենք, որ սա Հրաչյայի լույս ընծայած առաջին ժողովածուն է, որը հրատարակվել է պետական հովանավորչությամբ։ Սպասումներ ժողովածուն մեր ընկերները երևանյան խմբագրեցին, տվեց պետական աջակցությամբ, հիմնականում պոետական սպասումներ են, կյանքից մինչ ակնկալիքներնից սովորական գյումրեցին իր անցյալով, իր ներկայով և ապագայի սպասումներով։ Մտավորականները քննարկելով Հրաչյայի ստեղծագործությունները նշեցին, որ «Սպասումներ» ժողովածուն թարմ խոսք է հայ գրականության մեջ։ Հեղինակը լինելով երիտասարդ, շատերի նման տուրք չի տվել ժամանակավոր գայթակղություններին։ Գիրքը հաջողված գիրք է, նույնիսկ հաջողված է, որ հիմնականում սպասումները Կատուր բանաստեղծության մեջ սպասում կա։ Ինչի սպասում է, ես դեռ չգիտեմ, երևի լավ բան։ Չեմ կասկածում, որ Հրաչյա դասական գրականությունը հայ դասականի ծանոթ լինելով երբ փորձել նմանակել, կապել։ Բանաստեղծի խոսքերով ինքը ձգտում է բանաստեղծության նորացման, թարմացման, միևնույն ժամանակ ամուր կարճած է հայ պոեզիայի գեղարվեստական արմատներին։ Ու հիմա ավելի հզոր գրականություն կա ըստ ինձ, մեր իմ ավակ սերնդի պոեզիան արձակ ես ավելի շատ եմ սիրում, կամ նույնիսկ դասական պոեզիան։ Գիրքը ոնց որ շատերի համար անպետք բան է դարձել, հասարակ չէ, ժողովրդի համար թյուր կարծիք կա ձևավորված։ Ես էլ շփոթության մեջ էի, մտածում էի, որ երևի իմաստ չունի էլի գիրք տվել, ընթերցող չկա, իմաստ չունի գիրք տվել։ Ժողովածուի քննարկման ընթացքում գյումրեցի գրողները խոսեցին նաև իրենց խնդիրների մասին։ Մեր քաղաքը, որ կոչվում է մշակույթի քաղաք, տարբեր ասպարեզներում ինչ-որ մշակույթը առաջ են տանում, զարգանում է, բայց կուզենայի, որ գրողների միությունը ունենար բավականին լավ ընթերցակ մի տարածք և գրողներին ուշադրություն ինչ-որ ֆոնդ ունենային, որ յուրաքանչյուր տարի մի երիտասարդ կամ ինչ-որ տարեց գրող իր ուրույն գիրք ունենար տպագրական ֆոնդից։ Գրողները բողոքելու որևէ
Կրթությունն անսահմանափակ կնանավոր անսահմանափակ Ջուսնե Պողոսյան, Արթուր Մարկարյան, Ազդարար